Նաև հաշվի առնելով, որ այսօրվա կառավարության մեր նիստը հատկապես նշանավորվեց գիտելիքի մասին, շատ անդրադարձնելով, շարունակելով Տիկին Անդրեասյանի խոսքը, նաև ուզում եմ ասել, որ Ազնավուր գերհամակարգչային կենտրոնում բացի ենթակառուցվածքի օգտագործումից, սա շատ կարևոր է այն իմաստով, որ այստեղ մենք այս պահին արդեն իսկ պատրաստվում են, ինչպես գործընկերս նշեց, big data-ի մեծ տվյալների, ամպային հաշվարկների, բարձր արտադրողականությամբ հաշվարկների, մեքենայական ուսուցման եւ այլ ուղղություններով հատուկ ձեռնարկների, կրթական եւ դասավանդման համար անհրաժեշտ հատուկ ձեռնարկների պատրաստման եւ տնտեսական կրթական ծրագրերի իրականացման տեսանկյունից, ինչը ոչ պակաս կարեւոր է կարծում եմ։ Շատ լավ, խնդրեմ պարոն Խաչատրյան։ Շնորհակալություն պարոն վարչապետ, մենք այս հարցը նաև քննարկել ենք եւ պարոն Հայրապետյանի եւ Տիկին Անդրեասյանի հետ։ Այս նոր կենտրոնը, որ պետք է Երևանի պետական համալսարանում ձևավորվի եւ այն ենթակառուցվածքը, որ հիմքում ունի տեխնոլոգիական առաջատար ընկերությունների կողմից տրված օգտագործման իրավունքներ, մի նոր շերտ պետք է բացի, որը մենք պետք է կարողանանք կառավարել, դա այն լիցենզիոն պայմանների պահպանումն է, որը հասանելի է դարձրել այդ ենթակառուցվածքի օգտագործումը։ Այսինքն դրանք տեխնոլոգիական սարքավորումներ են, միջավայր է, որ պետք է որոշակի սահմանափակումների պայմաններում գործի եւ արտոնված օգտագործման իրավունքները այդտեղ շատ կարեւոր հարց են եւ այն մշակույթը, որ մենք պետք է ձևավորենք այդ ուղղությամբ, պետք է այնքան ճիշտ ձևով արվի, որ հաջորդ նման տեխնոլոգիական տրանսֆերների դեպքում լինի ապացույց եւ հիմք, որ մենք կարողանում ենք նման միջավայրեր զարգացնել։ Մենք այս հարցը պակաս կարևոր չենք համարում, մշտապես աշխատանքային ձևաչափով քննարկում ենք, ներգրավելով բոլոր պատասխանատու կողմերին եւ ընթացքից պետք է նաեւ հետ դառնանք գնահատենք, թե մենք որքանով ենք դա ճիշտ իրականացնում, որովհետեւ այս մեկ օրինակը մեզ համար հետագա նման հաջող օրինակների զարգացման նախապայման է։ Պարոն Խաչատրյան, ձեր ասածը հետաքրքիր կերպով այսպես զուգորդվեց նրա հետ, ինչ ես քիչ առաջ տեսական հարցության մեջ փորձում էի ներկայացնել։ Հիմա երբ որ դուք խոսում եք, ես մտածում էի հետեւյալը. Երևանի պետական համալսարանը պետք է սովորի օգտագործել սուպեր համակարգիչ։ Հասկանում եք։ Շատ պարզ բան է։ Երևանի պետական համալսարանը պետք է սովորի։ Եթե սովորական պայմաններում ուղղակի ասես Երևանի պետական համալսարանը պետք է սովորի, քարը, փետը, աթոռները, նստարանները կառնեն, կընկնեն հետևից։ Բայց ես շնորհակալ եմ այս դիտարկման համար, որովհետև ասցիք մի բան, որը որևէ առարկության չի կարող դիմանալ։ Երևանի պետական համալսարանը, այդ թվում կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը, այդ թվում կառավարությունը պետք է սովորի կառավարել, օգտագործել սուպեր համակարգիչ։ Եվ ոչ մի ամոթ բան չկա դրա մեջ, ժողովուրդ ջան։ Մենք չենք ունեցել սուպեր համակարգիչ եւ պետքա սովորենք օգտագործել սուպեր համակարգիչ։ Բայց ես ձեզ մի բան ասեմ, ավելի լայն համատեքստում մի սուպեր համակարգիչը պետությունն է։ Եվ մենք ինչպես սուպեր համակարգիչ չենք ունեցել իր ստեղծման օրից մի քանի չգիտեմ, ինչ երբ է ստեղծվել, դա էլ չգիտենք երբ է ստեղծվել։ Նույն կերպ էլ հարյուրամյակներով պետություն չենք ունեցել։ Եվ պետությունը ավելի բարդ սուպեր համակարգիչ է, քան ամենաբարդ սուպեր համակարգիչը։ Եվ էս է մեր խնդրեմը, մենք չգիտենք դա օգտագործել։ Մենք սուպեր համակարգիչը վերցրել ենք, ուզում ենք շարիկ գլորենք այդ սուպեր համակարգիչով։ Դա դրա համար չի նախատեսված։ Ստեղ է խնդրեմը, բայց այս խնդրեմը հասկանալու համար նախ պետք է հասկանալ այդ խնդրեմի գոյությունը։ Եվ ես ուզում եմ դրա մասին մենք ավելի շատ մտածենք։ Մտածում ենք, ես չեմ ասում չենք մտածում, մենք ըստ էության մեր աշխատանքային մանավանդ այս տարի, որ մենք սկսել ենք ֆորմատը նախարարությունների հաշվետվությունների բանը ֆորմատը փոխարինել ենք ռազմավարությունների,
կատարման ընթացքի հաշվետվությունների ֆորմատով այս ուղղությունը, բայց ելի եմ ասում, այդ պետքա մենք մեզ խոստովանությունը մեզ անենք։ Բոլորս, բոլոր պաշտոնյաները, եթե մենք մեզ չասենք, որ մենք ինչ որ բան չգիտենք, եւ շատ բան չգիտենք, մենք բան չենք անի, չենք ապահովի առաջընթաց ու զարգացում։ Եվ իսկապես շատ արժեքավոր դիտարկում էր ու բարդ լուծելի ընդ որում։ Այդ բոլոր ստանդարտները, որ ասում եք, այդ լրիվ մեզ համար անծանոթ բան է։ Ամոթ բան չկա։ Եթե կան 1, 2, 3 կլինեն, իմիջիայլոց ոլորտում կլինեն մասնագետներ 10 գուցե, հա, մաքսիմում 20, այդ մասնավոր հատվածում, որոնց պետքա խնդրենք, չամաչենք, ասենք Ժողովուրդ ջան, մեզ դուք գոնե աշխարհ տեսած մարդիկ եք, դուք գոնե ինչ որ բան գիտեք, եկեք օգնեք մեզ, եթե պետքա պայմանագիր կնքենք, այո, պետքա սովորենք նաև գիտելիքի համար մարդկանց վճարել, խորհրդատվության համար վճարել, բայց իմանալ ում եւ ինչի համար վճարել, որպեսզի այդ բոլոր ստանդարտները ունենանք, հակառակ դեպքում չենք ունենա։ Չնայած ենթադրում եմ, որ մեզ վաճառած ընկերությունը ինքը նաև զուգահեռ ծառայություններ առաջարկում է, բայց մեկը դա մեր սուպեր համակարգիչն է արդեն եւ մենք պետք է սովորենք դրանից ստանալ այն արդյունքը, որը ուզում ենք ստանալ։